Բարի լույս ձեզ։ Այսօր մեր մայր եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը։ Եվ այս առիթով կուզեմ մեջբերում անել Եսայի մարգարեության հետևյալ տողերը։ Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք մեր Աստծո շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան։ Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան եւ առապարները դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծո փրկությունը, քանզի Տերը խոսեց։ Սիրելիներս, անապատում կանչողի ձայնը Սուրբ Հովհաննես Մկրտիչն էր, որ պիտի խոսեր, պիտի ասեր, որ ապաշխարեք, որովհետև իմ հետևից եկողը այլևս ձեզ փրկություն է բերելու։ Բայց դա 2000 եւ մի քիչ ավել տարիներ առաջ չէր, այսօր էլ այդպես։ Այսօր էլ սիրելիներ Սուրբ Հովհաննես Մկրտիչը այդ ձայնով կանչում է մեզ։ Եվ ցավով պիտի ասեմ, որ անապատում է կանչում։ Որովհետև այո, մեր կյանքը այսօր անապատի նման է։ Չոր, ցամաք, քամոտ, շատ արևոտ։ Եվ այդ ձայնն է միայն, որ մեզ կարող է կյանքի մասին վկայել։ Այսօր էլ Սուրբ Հովհաննես Մկրտիչը կանչում է։ Եվ ինչ է կանչում։ Կանչում է այն մասին, որ Տերը խոսում է։ Եվ սա ամենալավ բանն է մեզ համար։ Սա ամենագեղեցիկ բանն է մեզ համար։ Խոսում է Տերը, որովհետև Հովհաննես Մկրտիչը վկայեց դրա մասին, որ Տիրոջ խոսքը այլևս մարմնանում է, մարմնացավ։ Եվ այսօր էլ սիրելիները Սուրբ Հովհաննես Մկրտիչը մեզ վկայում է ասելով, որ Տիրոջ խոսքը բանն Աստված մարմնացավ եւ դուք այլևս ունեք ձեր մեջ իր ներկայությունը։ Ուրեմն անապատում կանչողի ձայնը այսօր յուրաքանչյուր մեկիս գալիս է հիշեցնելու, որ ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Տիրոջ խոսքի մշտական ներկայությունը մեր կյանքի մեջ։ Եվ ոչ թե փիլիսոփայորեն, այլ շոշափելիորեն, այլ զգացական դաշտի մեջ, մտային դաշտի մեջ, ապրումային դաշտի մեջ, ամենօրյա ներկայությամբ ունենք Տիրոջ խոսքը։ Եվ Տերը խոսեց։ Իսկ երբ Տերը խոսում է, լռություն է պետք։ Ուրիշ ոչ մի բան։ Ուրեմն սիրելիներս, եկեք այսօր էլ մեր հոգևոր նախաճաշին տանք հետևյալ որակումը եւ հետևյալ գաղափարը, որ այսօր լուր մնանք, որովհետեւ Տերը խոսում է։ Այսօր փորձենք այդ ձայնը լսենք, որտեղ լռություն է պետք Տիրոջը հասկանալու եւ նրա կամքը ընդունելու համար։ Իսկ քանի մենք խոսում ենք, անընդհատ խոսում ենք, այլևս անապատում է դառնում այդ կանչողի ձայնը, որտեղ կարող է մենք չլսենք եւ անտարբեր մնանք Տիրոջ խոսքին, եւ հետո կանչվենք պատասխանատվության, եւ հետո զրկվենք փրկությունից, եւ հետո վերջի վերջո միայնակ մնանք։ Լսենք Տիրոջ ձայնը Հովհաննես Մկրտչի վկայությամբ, նրա ներկայությամբ, նրա կյանքի օրինակով եւ խնդրենք իր բարեխոսությունը, որպեսզի Տիրոջ ձայնը ոչ միայն մեր ականջներին լինի, այլ մեր հոգիներին, մեր սրտերին, մեր կյանքի մեջ, մեր ապրումի մեջ, որտեղ այդ ձայնը կյանք ունի իր մեջ եւ ապրեցնող է։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։